Ես դες բերը։ Չես տեղեր դրած։ Գնալով գրքերը Շատանում են։ Սի կոնկրետ սփոյլեր է, ասել ինչ ցենք խոսել։ Մյուս հաղորդումները ինչքան գնան, այնքան են գնալու, sense բարձրանալ մենք չերևան, sense փագեն հետևից ինչ որ տղեկ խոսան գրքերը։ Հետո անունն էլ կդնենք Կնիժնի միր։ Կնիժնի միր, հա։ Մարտին Հրա շկա։ Շնորհություն կա, շկա։ Մի քիչ տխուր նորություն կա իրականում այս անգամ։ Էլի մարդա Չէ, մահվան մասին չի, բայց տարիքով մարդու մասի է։ Ֆրանսիս Ֆորդ Կոպոլան, գիտենք, աշխարհի լավագույն ֆիլմերից մեկի հեղինակը, նու ֆիլմաշարի, միգուցե տրիլոգիան երրորդը չհաշված, նու լավ այնտեղ էլի բաներ կան, որ դրա հնարավոր շատերը նաև ապոկալիպսիս Սիվոյդնան ավելի լավն են համարում։ Կարա լինի, հա։ Մենք շատ ենք սիրում Դրակուլան հայտնի պատճառներով։ Մի խոսքով Ֆրանսիս Ֆորդ Կոպոլան, ինչպես գիտենք, իր վերջին ֆիլմը այդ Մեգալոպոլիսը, որ Կաննում պրեմիերա էր, մրցույթում եւ այլն, ինքը այդ ֆիլմի համար ծախսել էր իր $120 միլիոն, իր վայներին էր վաճառել, այնպես իր այդ ամեն ինչով այդ մի խոսքով գործարան եւ խաղողների այգիները եւ այլն, իր փողով նկարել էր, որտեղ այնց սյուժե ունեց բաներ, որ ոչ մեկ չէր վիզ վերցնում, այսպես ասած, ու այդ ֆիլմը ամբողջ աշխարհում աշխատել ընդամենը $14 միլիոն ու պատկերացրա մինուսը 100 միլիոնի կարգի է 10 անգամ ավելի քիչ է չէ դա խնդիր չլինի եթե ինչ ստուդիյի բան է բայց այդ մարդու իր փողերն ու ընդհանրապես հետ չի եկե հիմա ինքը որոշել է իր luxury yacht ժամացույցները աուկցիոն անի դեկտեմբերի մեջ է լինելու այդ ժամացույցներից մեկը որի դիզայներսկի համահեղինակներից մեկը ինքն է $1 միլիոն արժի իսկ մնացածը տենց 3000-ից $240,000 տենց խառը թանկ ժամացույցներ են որոշել է վաճառի մի քիչ փող հետ գցի Դա ապրելու փող էլի մի քիչ ունենա երևի ծեր օրերի համար Տենց շատերը պեսիմիստորեն են մոտենում թե լավ 120 միլիոնի կորուստը այս ժամացույցները ոնց են հետ բերելու իրականում տխուր է չարժեր որ այս բայց ինքը հենց տենց է հայտարարել որ ոնց որ ընդ կորցրել եմ էսի ծախում եմ թե այդ չեմ կարող ասեմ ուղղակի զուտ ենթադրությունն է նա որ այնքան կորցրեց թե չէ իր 7 ժամացույցները խիպտի վաճառեր դե բայց մյուս կողմից կարող է իրան էլ պետք չկա Էլ կա երեխեքին կինո չնկարի էլի այդ իմաստով եմ ասում ով գիտի շատ հետաքրքիր կլինի եթե այդ բան ինչ որ 50 ինձ թվում է այստեղ ինչ որ բաներ այդ 1 միլիոնանոցը ամենայն հավանականությամբ մի 5-6 միլիոն կհելնի չէ երևի Աուկցիոնով ֆանատները Կոպոլայի Կրոսնի ածեցի հեղինակի ժամացույցն է իր դիզայներսկի եթե մի 50 հավաքեց ինձ մայելի մի բան կդնի կնկարի կասի ինչ եմ անում այդ փողը ու հետո էլի ինչ-որ բան աուկցիոնի կան կինոշնիկները ահա որն եք տենց դե տեսնենք հուսանք կվերականգնվի աղջիկը պլիմյաննիկը շատ չտխրեն չնայած կարա իրանց հաշվին ապրի ինձ թվում նրանք իրանց միլիոնները հաստատ ունեն այն էլ ինչքան այո այս աղջիկը պլիմյանիկը ասում եմ տես անուն չենք ասել բայց նկարները կդնենք հա միանգամից սաղ կհասկանան կասեն հա չեմ ասում հա դե մի ասա վсё չեմ ասում Okay ես եմ երկու նորություն ունեմ երկուսն է Netflix-ի հետ կապված մեկը կասեմ հետո վերջում մյուսը կասեմ Okay առաջին նորությունն է նա որ Կատան board game-ը հա պլանավորել են էկրանա ավելի ճիշտ Netflix-ը գնել է Կատանի հեղինակային իրավունքները ու պլանավորումա մի քանի էկրանիզացիա չէ կոչվում ունես source-ը հա էկրանիզացիա են մի քանի պլանավորել ֆիլմեր սերիալներ ինչ որ unscripted show-ներ ու շատ հետաքրքիր է ոնց է այդ տեղի ունենալու ով չգիտի Կատանը չնայած ինձ թվում է շատերը գիտեն բայց ով չգիտի սեղանի խաղ է որտեղ գաղափարը ինչ որ միավորի հասնելն է դա կարևոր չի կարևոր է ընթացքը որ ուղղակի ինչ որ տարածքներ են տարբեր ռեսուրսներով չգիտեմ այնտեղ ոչխար փայտ հասկ ծորեն ինչ որ է հա դրանցից ու նպատակն է դրանք հավաքելով ինչ որ սկզբունքով միավորներ հավաքել զարգանալ եւ այլն նոր տարածքներ վերցնել կռիվ որպես այդպեսին չկա սյուժե խաղի մեջ որպես այդպեսին չկա եթե չհաշվենք այնտեղ ինչ որ բան գողի կոնցեպտ կա բայց
էլի շատ փոքր։ Ու հետաքրքիր է ինչ են, էլի, երևի ինչ որ settlement-ների փոխհարաբերությունների մասին ինչ որ բան, հա։ Դե այնտեղ մաքսիմալ կռիվը այն է, որ ճանապարհ փակել կա, այդ է երևի մաքսիմալ կռիվը, որ բայց դա միջմարտկային կռիվ է, ախի կարիչ դեմը փակում ես այդ, հա։ Նու ես որ առաջի անգամ իմացա սրա մասին, ինձ թվում էր կոմեդիա է լինելու, իմ պատկերացումն է, բան չեմ անում։ Ջեսի տիսիչ լեդանա շերը։ Հա, իմ պատկերացումն է, որովհետև ասենք այնտեղ ինչ որ կալանիզատորներ է, սյուժեով էլի, այս խաղի այդ իր կոնցեպտով, ու քեզ պետքա հասկ, ոչխար, փայտ չգիտեմ, դա ոնց են անելու, ինչ ձևի են տալու էկրանին, որ մենք նայենք ու հետաքրքիր, բայց դե կսպասենք հետաքրքիր է, էլի, մեր կատանն է։ Հա։ Դե ինձ թվում է արդյունքում կարողա վաբշե կապ չունեցող սյուժե լինի, ուղղակի վերցնեն ոնց որ հիմնային գաղափարը, ու անունը, ու իրանց մարքեթինգը անեն, ինչ որ viewer ու փողեր աշխատեն։ Ինձ թվում է նմանատիպ ինչ որ կոնցեպտ է մեզ սպասում, իսկ կինոն կարող է իրոք չէ՞ մարկային փոխհարաբերությունների մասին լինի, այսինքն ոչ թե։ Կամ կարան նկարեն ոնց են մարդիկ այդ խաղը խաղում։ Դե հենց այդ էի նոր մտածում, որովհետև քանի որ unscripted series էլ կա, չէ, իմ հասկանալով Squid Game-ը ոնց իրանք խաղել դարձրին, հենց ուղակի այդ նկարեցին, ոչ թե սերիալ այլ, չէ, American Squid Game մեր մոտ էլ կա թվում է թե, հա, նույնն էլ կարող է հենց կատանը դնեն ինչ որ նկարեն ցույց տան, տենց հետաքրքիր ֆրցնեն, այսպես ասած։ Դե Netflix-ը ամեն ինչը կարող է տենց աշխատացնի։ Էդ էլ տենց։ Հա։ Շատ սիրված երիտասարդ դերասանուհի եւ փաստորեն նաեւ երգչուհի։ Հա, հոյ, ինչ որ բաներ է երգում տեսել եմ, որ խոսքը Zendaya-ի մասին է։ Ասում են, որ 2026 թվականը լինելու է Zendaya-ի տարին ու ինքը լինելու է հոլիվուդյան համար 1 աստղը, որտեվ ունենալու է 5 պրոյեկտ, որոնք բոլորը թվում է թե մեծ պրոյեկտներ են մյուս տարվա, պատկերացրեք Euphoria-ի 3-րդ սեզոնը, որին արդեն քանի տարի է սպասում ենք, որով եւ արդյունքում ինքը հայտնի դառավ եւ այլն եկավ լույս աշխարհ հոլիվուդյան այդ սերիալի 3-րդ սեզոնն է գալիս, կստացի դրա համար ինքը Golden Globe-ը հաղթել, ինչքան ես հիշում եմ, հա։ The Drama ֆիլմը Ռոբերտ Պատինսոնի հետ, ինքը կոմեդիա է, բայց տենց The Drama է վերնագիրը, արդեն հասկանում եմ այնտեղ ինչ դրամաներ ա լինելու եւ այլն, այդ ֆիլմն է գալիս ու Գարնանն է լինելու դեպս ֆիլմը, Օսկար ռիլիզ չի, հետեւաբար շուտ կտեսնենք ուրախանանք եւ այլն։ Հետո Քրիստոֆեր Նոլանի Odyssey-ը, Vodisevs-ը, Ամառը, հա։ Ամառը, հա, ինչ որ հուլիսին է, ինչքան գիտեմ։ Հա, դե չասենք։ Հասկանալի համերգից հետո կգնամ կնայեմ։ Խնդրեմ։ Spider-Man Brand New Day։ Էլի չասենք, ոչ մի ավելորդ բան չասենք։ Սպասվող բլոկբասթեր, սպասված բլոկբասթեր։ Ու Dune Part 3։ Ոչ պակաս սպասված բլոկբասթեր։ Պատկերացրեք այս տեսակի ֆիլմեր, այն սերիալը, որը նույնպես շատ հայտնի է եւ այլն, ու ես այստեղ տեսնում եմ պոտենցիալ 2 Best Picture-ի նոմ, այսինքն Odyssey-ն էլ, Dune-ն էլ, Dune-ի առաջին երկուսն էլ նոմինացիաներ, հետեւաբար խիպտի երրորդը չլինի հարցածակում, դե Odyssey-ն էլ թվում է թե ինչ պետք է լինի, եթե չլինի։ Ինչ պետքա նկարած լինի Նոլանը ունենա, որ Նոլանի նկարած ֆիլմը Oppenheimer-ից հետո հատկապես Best Picture ֆիլմն է։ Ոնց Matt Damon-ին բայց շատ եմ ուզում Odyssey-ի բայց ինձ շատ է դուրեք է որ Matt Damon-ն է գլխավոր դերում, ոչ թե որ Christian Bale-ը, ոչ ելով կարա լիներ կամ Ռոբերտ Պատինսոնը, կամ Tom Hardy-ն, այսինքն Matt Damon-ն է։ Իր մոտ ինքը զլադյա է, չէ, որովհետև բանում Interstellar-ում ինքը շատ ված զլադյա է։ Մի խոսքով այս անգամ։ Դե ված չէ, լավ, մարդկային ինչ-որ դե մենք էլ տելինեինք ոնց միշտ ասում ենք, միշտ այդ վիլեններն ունեն իրենց պատկերացումները, չէ, ոնց որ լիքը անգամ արդեն ասել ենք։ Հա։ Այսպիսի 2026 թվական Zendaya-ի համար։ Այո։ Ես եւս մեկ փոքր նորություն ունեմ Netflix-ի հետ կապված։ Ճիշտ է, ամենայն հավանականությամբ սա վերաբերում է մարդկանց, ովքեր ունեն Netflix-ի ամերիկյան account, ամենայն հավանականությամբ, բայց չնայած կարող է ոչ միայն։ Մի խոսքով, անցյալ շաբաթ մենք ինչից էինք խոսում։ Ետ դեպի ապագայից։ Ետ դեպի ապագայից, ուրեմն Netflix-ը 40-ամյակի հետ կապված Back to the Future ֆրանշիզայի կամ եւ դա առաջի ֆիլմն է 40 տարի առաջ դուրս եկել, բերում է Netflix բոլոր 3 մասերը ու Netflix-ի account-ի սեփականատերերը շատ լուժ է հայտարարել օգտատերերը, ովքեր ունեն account, այո, կարող են
դիտել այդ ֆիլմը ու նայել մեր ու ոդքասթը։ հետո նայել մեր քննարկումը այդ ֆիլմի, եթե միջ այս պահը դա չէի կարել։ Այո, բոլոր մարդիկ ուղղվում են ժամանակի Այո, բոլորը ասում են, ոնց էր, у всех есть свои недостатки։ Ну, у каждого свои недостатки. Ու նոյեմբերի 1-ից մի խոսքով Netflix-ում լինելու է Back to the Future-ը ու Netflix-ը գնալով համը հանում է, ամեն ինչ անում է, ու իդեպ Back to the Future-ը ոչ մի ուրիշ սթրիմինգային պլատֆորմայում չկար։ Կար pay-per-view, կամ դիսկերը գնային։ հա, կամ HD-ս կարելի է։ Դե դες բաներ չասենք, հա։ Չիկ։ Դե պի կանենք, տակ կգրենք։ Չլսվի հանգան։ Հա։ Այդպես ու մի հատ էլ նորություն հիշեցի որ անցյալ անգամ եմ ուզում ասեի մոռացա դե հիմա ակտիվորեն քննարկվում է Warner Brothers-ի վաճառքը ու թվում է թե գլխավոր բիդերը, հա, գլխավոր ոնց են ասում ստավկա դնողը հայրը գլխավոր ստավկա գնելու գլխավոր տեխնացուն գլխավոր հավակնորդով կգնի Warner Brothers-ը հենց Netflix-ն է հեսա գալու է մեզ էլ գնի Вообще դեմ չենք Netflix եթե մեզ լսում եք այստեղ ենք շատ էժանով կարող եք եթե հայերեն լսողներ կան անգլերեն եք ֆրանսերեն եք խոսանք դուք եկեք չէ պետք է հիմա մեզ տեսնեն հասկանան որ գնեն չէ Netflix if you're listening Շատ լավն է Մենք դեռ շարունակում ենք մեր ռետրոսպեկտիվաների շարքը այս անգամ ոչ այդքան հին ֆիլմից կխոսանք խոսացինք փաստորեն 40 տարի առաջվա 30 տարի առաջվա հիմա 6 տարի առաջվա ֆիլմից կխոսանք խոսքը գնում է Ջոկերի մասին Տոդ Ֆիլիպսի ու գուցե Խոակին Ֆենիքսի որպես գլխավոր դերասան հա մի խոսքով այսօր քննարկելու ենք Ջոկերը էլի երևի շատերը տեսել են բայց ամեն դեպքում ասեմ հա ֆիլմը պատմում է 80-ականների Գոթեմի մասին քաջածանոթ շատերին, հա, այդքան Բեթմենի ֆիլմեր են դուրս եկել բազում 80-ականների Գոթեմն է, այդտեղ Արթուր Ֆլեկը գլխավոր կերպարը, հերոսը իր հիվանդ մոր հետ ապրում ու ինքը դրսում ինչ որ այդ վաճառքների, հա, աշխատող է ու կլոունի կերպարով է իր գործը անում ու մի խոսքով ինչ որ դրվագ է տեղի ունենում ամենասկզբում, որից հետո սկսվում է ոնց որ սյուժեն զարգանալ, կերպարը զարգանալ եւ այլն։ Ու ֆիլմը պատմում է Ջոկերի որպես կերպար տվյալ universe-ում տվյալ իրականության մեջ կայացման մասին։ Շատ հետաքրքիր հնչեց։ Այսքանն էր այսօր, այո։ Հա, հետաքրքիր էր, որովհետև Ջոկերը երբ որ ինքը եղավ Վենեցիայի փառատոնում, ես շատ սկեպտիկորեն էի մոտենում դրան ու ինքը փաստորեն ստացվեց առաջին կոմիքսի վրա հիմնված ֆիլմը, որը հաղթեց Վենեցիայի փառատոնում 8 րոպե ծափահարություններ եղել, չնայած այնտեղ ամեն անգամ ամեն ինչից հետո քանի րոպե ծափահարություն 15-20 րոպե չեն ծափահարում, չգիտես ինչ մոտեցման, բայց ամեն դեպքում նայ 19 թիվը ինքը պարազիտի տարին էր կաննում հաղթել էր պարազիտը, դե Օսկարն էլ արդյունքում հաղթեց պարազիտը, պարազիտները թե պարազիտը հիմա որ ռուսերեն պարազիտները, անգլերեն parasite-ը, parasite-ը, հա, դե ոբշեմ պարազիտը ասենք լավ, հայերեն ոնց է լինում ինչերը, մակաբույծները, մակաբույծները, շատ լավ է հնչում, հա, մակաբույծները, տես, այդ տարի ինքը Վենեցիայի փառատոն հաղթեց, որովհետև ըստ իս իմ շատ ոնց ասեմ համեստ կարծիքով այդ ժամանակ Վենեցիայի փառատոնը շատ ուժեղ contender-ներ չուներ։ Ես ուղղակի 22-3 հատից առանձնացրել եմ 4-5 ֆիլմ, մեկը, ну, չգիտեմ, իմ սիրած ֆիլմերից է Ad Astra-ն Բրեդ Պիտի մասնակցությամբ, ես շատ եմ հավանել այդ ֆիլմը։ Այնտեղ Պաբլո Լարայինի Էմմա ֆիլմն է, որը իրականում Մարտին Մաթևոսյանի Էման չի, հա։ Չէ, միմեյով է։ Հա, միմեյով է։ Միմեյով է, մայա շատ գույնավոր ֆիլմ է, չասեմ ինչի մասին է, կարաք նայեք։ Ռոման Պալանսկու Ես մեղադրում եմ ֆիլմը,
Ժակյուզ, հա, տենց է երևի թե բան։ Դրեյֆուսի գործի մասին։ Այո, թվում է թե էտա, որտեղ խաղում է Ժան Դյուժարդենը Օսկարակիր։ Օսկարակիր։ Մի 10 տարի չի անցել իր Օսկարից 19 թվի դրություն։ Հա, ճիշտ, այդ ժամանակ 11-ին, հա, հենց 11-ին Ժան Դյուժարդեն Օսկարակիր։ Հա, Սոդերբերգի լվացքատուն ֆիլմը Լոնդրոմատը տենց է ստացվում։ Փողերի լվացման մասին տենց ֆիլմ է։ Նոա Բաումբախի ամուսնական պատմությունը Marriage Story-ին, որը երևի իմ տեսանկյունից գլխավոր հավակնորդն էր, ու ճապոնացի բոլորիս կողմից շատ սիրված Հիրոկազու Կորեեդայի ֆրանսիական ֆիլմը ճշմարտություն La Vérité, չգիտեմ ոնց է լինում, որտեղ Կատրին Դենյովն է խաղում ու Ժուլիետ Բինոշը, ինչքան հիշում եմ։ Էս է եղել իր մրցակցությունը, ու թվում է թե այստեղից իրան մրցակից էր միայն Marriage Story-ին, բայց հաղթել է Ջոկերը։ Marriage Story-ին որ ասում ես, մեր մոտ նենց է ստացվում ամեն վիպուսկ ինչ-որ մի դերասանից ենք խոսում, Մեգալապոլիս ասենք Marriage Story, հեսա մեր թաքնված դերասաններ Ադամ Դրայվերը։ Չնայած հիթի մասին խոսացել ենք այն ժամանակ, որտեղ էլի Ադամ Դրայվերը։ Մենք միշտ ենք խոսում Ադամ Դրայվերի մասին։ Բոլորը սիրում ենք։ Դե հա, աստղերը քիչ են։ Հա, ինչ խոսք, անսպասելի հաղթանակ Վենեցիայում ամենայն հավանականությամբ, ընդ որում ռեժիսորը Տոդ Ֆիլիպսն է, ով եթե ճիշտ եմ հիշում նկարել է Մալչիշնիկը կամ The Hangover-ը, ինչը խնդալու ֆիլմ է, բայց մի տեսակ չես համեմատի, այս մռայլ Ջոկերը չես համեմատի Hangover-ի հետ, ինձ թվում է մռայլությանը մենք դեռ կանրադառնանք, ուզում եմ մի երկու հատ էլ հետաքրքիր փաստ, հա, ֆիլմի հետ կապված նշեմ, նո առաջինը, որ դա էլի ամեն եթեր մենք փող ենք հաշվում ամեն էպիզոդում, բայց դա Հոլիվուդն է, ամեն նշանավոր էլի, հա, իր ձեռքբերումներից մեկը, ամեն դեպքում ֆիլմ ինդուստրիան եւս բիզնես է, դա չենք կարա առարկենք շատ մանավանդ հիմա հետևաբար սա կարևոր ինֆորմացիա է, ուրեմն Ջոկերը դա առաջին R-rated ֆիլմներ, R-rated այդ այն ֆիլմերն են, որոնք որ ունեն ավել violence-ը հայերենված կլինի բռնություն։ Հա, շատ մեծ քանակի բռնություն, արյան տեսարաններ, սպանությունների տեսաներ եւ այլն, հա 18+-ներ, այսինքն հազվադեպ օրինակ Deadpool-ն էր R-rated, բայց չի հատել այս ցուցանիշը, իսկ Ջոկերը առաջին ֆիլմն էր, որ անցել էր 1 միլիարդ ցուցանիշը։ Ինձ թվում է, այսին հազվադեպ դեպքերից էր, որտեղ ֆիլմը միավորել էր ինչպես ուղակի կինոսերների ու կինոմանների, միավորել էր ոչ թե տեսանքից որ դուրներ եկել էր, այլ կարողացել էր բերել կինոթատրոն, հա, համ կինոման կինոսերների, համ կոմիքս սիրողների, ամեն դեպքում Ջոկերը դա երևի կոմիքսների ամենահայտնի Եթե չասեմ ամենահայտնի զլադեյն է, բայց հաստատ top 3 ամենահայտնի զլադեյներից է կոմիքսների պատմության։ Հա, ու տենց այդ 1 միլիարդ ռուբլը, հա։ Ինչին նպաստել է նաև մեկ այլ դերասան, որ մենք տենց Ջոկերին շատ իմացանք ու միշտ ամեն անգամ որ Ջոկեր ենք իմանում, ասում ենք լավ տենանք Խիթ Լեջերի Ջոկերից լավն է, թե լավ, ու ինչն է հետաքրքիր, որ Ջոկերին շատ տարբեր երկու մարմնավորում արին ու երկուսն էլ հաղթեցին Օսկարները, ինչ շատ հետաքրքիր է, չեմ պատրաստել, պետք է նայել հետաքրքիր կա էլի կերպար, որի համար երկու անգամ Օսկար են տարել։ Հետաքրքիր է, ինձ թվում է որ մտածեմ կարամ ասեմ, բայց դե հիմա ֆոնին մտածի, ես կմտածեմ, եթե մտածենք ինչն է հետաքրքիր, Տոդ Ֆիլիպսն ասել է, որ ինչ որ մեղադրել են, որ բանը ինչու մոնտաժը post production այդքան երկար տևեց եւ այլն, ինքը որովհետեւ ասել է մոնտաժի ժամանակ ես վերջնական կադրերը չէի կարող ընտրեի, որովհետև ամեն անգամ ինչ որ թեյքեր Խոակին Ֆենիքսը արել է մի ձևի ու բոլորը ընդունելի, ասում է։ Էս էլ կարա լինել իր ձևով, ասում եմ մենք օրերով նստե հասկացել ենք, թե լավ, ստեղ էս դնենք, թե էս դնենք, էս սենց է մի խոսքով, այդտենց դժվարությունների առաջ է կանգնեցրել իր անգերազանցելի խաղով, այսպես ասած։ Հա, գիտեմ, որ շատ բաներ իմպրովիզացիա էր, օրինակ այն բաղնիքի սցենան, որտեղ առաջի անգամ սենց Սիգարետը բանսն սպարում է, դա լրիվ իմպրովիզացիա էր, ուղղակի Խոակին Ֆենիքսը որոշում է այդ պահին պարել ու հետի մնում է կինոյում, կինոյի լավ սցենաներից մեկն էր ընդ որում։ Սենց բաներ իմ համար նայ, ես որպես ֆիլմ նկարող իմ համար մի քիչ հարցականներ են մնում այդ դեպքերը, նայ, որովհետև այդ տեսարանը
այդ տեսարանը ինքը նկարվում է մի քանի կամերայով, չէ՞, այնտեղ բարձր ինքը one take չի, չէ՞, այդ տեսարանը ես հիշում եմ։ Լավ, ոնց է այդ իմպրովիզացիա, այսինքն ինքը առաջի իմպրովիզացիան արել է։ Ինձ թվում է այդ միշտ իմպրովիզացիան դա դու մի անգամ անում են, ռեժիսորը տեսնում է դուրը գալիս է, հետո արդեն դա որպես եթե այդ իմպրովիզացիան է, ասենք ոնց են 4 կամերայով նկարել այդ իմպրովիզացիան տարբեր դիրքերից։ Հետևաբար դուրս է գալի որ ինքը մի հատ արել է։ Դա կարող է, էսի մի հատ ուրիշ վարկ է, 4-ն էլ կանգնած են, ինքը այդ պահին որոշում է դա անի, ինչ ավելի քիչ անգամ, բայց եւս կա, բայց ինձ թվում է ամեն դեպքում այդ իմպրովիզացիա կոչվածն է մեծամասամբ դա դերի մեջ ինչ որ մեկ ինչ որ բան անում։ Ու ասում են օքեյ։ Հա, ասում են էսի ուրեմն հեսա կփորձենք։ Հա, ուրեմն էտա ամենատրամաբանականը թվում թե չէ, այն Տարանտինոյի ֆիլմն է կա, չէ, Դիկապրիոյի մոդելը էդի մտքում գիտես։ Լավ, օքեյ, իմպրովիզացիան արեց, հետո այն հաջորդ թեյքի համար ինչ են, էլի են մատը կտրել, թե ինչ, թե պրոստե եւ առաջին Դե հետո ինձ թվում է շատ հաճախ չէ, կամերան չեն անջատում։ Օրինակ շատ վստահ եմ որ դե եթե էլի ստորիներ լսենք եւ այլն, ուղղակի այդ պայն խփեց, այդ պայն էս կամերան նկամ այդ կամերայով լավ ստացեց, այդ կամերա հետո մնացածը մոնտաժով, ասենք հաջորդ սցենայի պատմեն տարուն լվիկը պետք է իրան փրկել։ Ուղղակի թվում է թե որովհետեւ այդ տեսարանները իրանք մի կամերայով են նկարվում, դրա համար որովհետեւ հենց ուղղությունն է որ նայում ես, եթե այնտեղ են կամերան լինք, արդեն կադրում կերևար այդ կամերան էլի։ Մի խոսքով, սա շատ հետաքրքիր թեմա է իրականում։ Իմպրովիզացիաներն ու իմպրովիզացիաներն ու դերասանական նորամուծությունները ֆիլմերում։ Դե Խոակին Ֆենիքսը իսկ ամբողջ աշխարհն էր սպասում Խոակին Ֆենիքսի Օսկարին։ Չէ, ես խոսացել ենք մի քանի շաբաթ առաջ Գլադիատորից հետո ես այդ մարդուն տանել չէի կարողանում ու ինձ թվում է դա հենց ցուցանիշը լավ դերասան է ու ես էլ բավական փոքր եմ որ առաջին անգամ Գլադիատորն է որ դուս եկե 4 տարեկան էի եւ ասենք մի 6-7 տարեկան ես ու ես միջև հիմա երբ նայում եմ ես միջև հիմա Խոակին Ֆենիքսին եմ տեսնում ջղայնություն է մեջս առաջանում ու զզվանք էլի ուրեմն ինքը խզարել է այդ դերը մենակ Ինչն է հետաքրքիր որ Խոակին Ֆենիքսը ինքը ընդհանրապես վիլեին դերասան չի իրան շատ քիչ ենք տեսնում բացասական կերպարի դերում էլի ինքը հենց այդ կոմոդի դերը խաղաց ու տենց մնաց մեր ուղեղներում բայց այդ մարդը միշտ տանում է գլխավոր կերպարներին է միշտ խաղում միշտ լավ տղերքին է կինոների մեջ խաղում եւ այլն ու ինչն է այստեղ ես շատ եմ գնահատում նրա աշխատանքի իր կերպարի վրա ինքը ուսումնասիրել է այդ հոգեկան խնդիրները են Տուրետի սինդրոմը կարծեմ Տուրետի սինդրոմը այստեղ ուրիշ հարց կա ինքը փաստորեն այս ջոկերի հենց ներաշխարը լիքը ձևի ինքն իր համար ուսումնասիրել է փորձել է ինչ որ նորամուծություններ մտցնել եւ այլն հանել ինչ որ բաներ որ հոգեբանները որ ֆիլմը նայեն նույնիսկ հոգեբանները հստակ չհասկանան թե իր մոտ որ սինդրոմն է Հա, ինձ թվում էր որ Տուրետինն է, բայց կարող է ոչ։ Այսինքն հոգեբանների մոտ ինչ որ հարց առաջացնի, թե լավ է, հիմա ինչ խնդիր ունի այս մարդը։ Դե այդ ծիծաղալու պահը գիտենք, որ ինքը երբ որ լարված է լինում ծիծաղում է տխուր դեմքով եւ այլն, բայց մի խոսքով ինքը բան արել որ փորձի ինչքան հնարավոր է խաբել մասնագետներին։ Ինձ թվում է ես իրականում այս որ ասեցիր ասի հենց թմեր սինդրոմի Տուրետի սինդրոմը ես հիշեցի որ հիմա վերանայելուց ես հատուկ այդ կարտուշկայի վրա նայեցի գրված էր թե չէ Տուրետի սինդրոմ գրված չէր ուղղակի գրված էր որ ունեմ հիվանդություն I have a condition հա բայց պատկերացնես ինչ հետաքրքիր է դու ունենաս այդ բանը թուղթը մոտդ ունենաս հենց ծիծաղդ գաս հենց հանես ու ծիծաղ խափես հա խափես մարդկանց չէ դե սպարագայում դա իրականում շատ լուրջ հիվանդություն ամեն դեպքում հա հա ու բանը վերադառնալով Խոակին Ֆենիքսի խաղին նաև տենց հետաքրքիր բաներից այնա որ ինքը 50 pound, չգիտեմ դա կիլոգրամով ինչքան է գալիս, կորցրել է հատուկ ես դե համար, դե հիշում ենք այդ որ ցույց են տալիս, ախ ողերը երևում են ամեն ինչ երևում է, շատ նիհար է, դե որպեսի ցույց տա որ աղքատ կյանքով ապրող կերպար է։ Ես դաժե իր ծռությունն եմ մարմնի հիշում, մի կողմից մի քիչ ծուր է դաժե։ Դա ու ինչը հետաքրքիր է ասում են ինքը իր շարժումները ինչ որ նյութերում տեսա ամեն դեպքում որ կրկնել է հայտնի կոմիկը ոնց կլինի հայերեն կատակերգու առանց ժպիտի կատակերգուի կոմիկ բիզուլիպկի Բաստեր Կիտոնի շարժումներից լեգենդար առանձնահատկություն հա օրինակ հետաքրքիր է չէ սա Չարլի Չապլինին գիտեն բայց ինձ թվում է այդքան մարդ Բաստեր Կիտոնին չգիտի չնայած ոչ պակաս եթե չասենք ավել շատ վիճելի հարց է իրականում հա այ խորհուրդ կտայի նայել Բաստեր Կիտոնի Պարավոզ գեներալ ֆիլմը The General-ը ֆիլմի անունը
աննկարագրելի ֆիլմ է ուղղակի ժամ 10-ա թե ժամ 20 Դե ժամանակվա կինոներն էլ այնտեղ ֆիլմ կա 4 ժամ է 16 թվի հա այդ որ նայեք կտեսնեք ինչ տեսակի մարդ ա եղել Բաստեր Կիտոնը այնտեղ ու դաժե բան չի էլի body double-ներ չկա այնտեղ պատը ընկնում է հաշվարկած անենց որ պատուհանի հատվածում ինքը կանգնած լինի ինքը մնում է պատուհանի արանքում դու պատկերացնում ես հա իհարկե ինձ մա այդ սցենա եթե մենք գտնենք լավ որակի կդնենք եթե չէ անպայման ինքն էլ գիտեք հաստատ այդ սցենան բոլորդ գիտեք դա շատ հետո կինոյի պատմության ամեն Weird Al Yankovic-ի վիդեոներում էլ կա հա դա շատ հայտնի բան ու ինքը իրոք շատ թանթեր ինքն էր ամեն որ մեքենան գալիս է բռնում է ու գնում է հետը շատ հիանալի անձնավորություն է հիմա լիներ 100 տարի առաջ էլի հա հրավիրենք մեր ոդկասթին բոլորին հրավիրում ենք մեր ոդկասթ ով գիտի Բաստեր Կիտոնին խնդրում եմ գրեք համեցեք դիմացողներ կլինեն Ուզում եմ մի քիչ տեխնիկական ասպարեզից խոսենք ասպարեզից տեխնիկական ինչից մասից ես ուզում եմ մենք ասպարեզից խոսենք տեխնիկական հա ուզում եմ մի քիչ տեխնիկական քննարկումներ անենք օրինակ սաունդթրեքը որը Խոակին Ֆենքսից խոսացինք դա այս ֆիլմի մի օսկարն էր մյուս օսկարը սաունդթրեքն է որը որ հիասքանչ երաժշտություն է շատ լավ ու ես ուղղակի նասլուխ շատ նմանացնում եմ Բեթմենը որ դուրս եկավ Ռոբերտ Պատինսոնի էլ էս դանդաղ ինչ որ sense երաժշտություններ բայց հետո առանձին լսեցի вообще նման չէր բայց նայելու ընթացքում շատ էի նմանացնում այդ ծանր մթնոլորտը հիասքանչ փոխանցող երաժշտություններ դե այստեղ ես ունեմ ասելիք երաժշտության մասով ասում երևի արդեն ասել ենք մեր նայողներին որ ես երաժշտությունները չեմ ֆիքսում եւ այլն բայց այս ֆիլմի երաժշտությունը այն երաժշտություններից է որ ես ճանաչում եմ Hildur Gudnadottir-ը իսլանդացի այս երաժիշտը կին գրել է մի ոնց ասեմ շատ ծանր երաժշտություն, որը ամբողջությամբ հատկապես ֆիլմի սկզբում ցույց է տալիս Արտուր Ֆլեկի այդ ներաշխարը ինչքան ծանր վիճակում է, ինչ հատվածներ են այդտեղ ինչ որ բարաբաննի ուժեղ sense դղկոցներ են ու ինչ որ շատ sense տրամբոններ են ինչ են դրանք չգիտեմ շատ բարձր ու ես այս երաժշտությունը ճանաչում եմ դա ինձ ոգևորում էլի որ ես մենք որ քուիզել ենք խաղում ես ջոկերի երաժշտությունը կարող եմ ասեմ ինձ շատ է այս երաժշտությունը դուրս գալիս շատ ավելի շատ քան ֆիլմը ու ինչն է հետաքրքիր այստեղ Տոդ Ֆիլիպսը ինքը բան ա վերցրել Սերջիո Լեոնեից ու երաժշտությունը նախորոք ա գրել տվե Հիլդուրին հետո նկարահանման ժամանակ on set իրանք դրել են այս երաժշտությունը որ այդ մթնոլորտը նկարահանման ընթացքում փոխանցվի պատկերացնում ես մուզիկան լինի ու դուք նկարահանեք այս ֆիլմը շատ հետաքրքիր քայլ է ինձ թվում է հա Դե ընդհանրապես այդ նորդիկ երկրների ներկայացուցիչները վերջերս երաժշտությունը խզարում են, հա Լյուդվիգ Գորանսոն, դա չի շվեդերից է պետք հարցնել, ով Օպենհեյմերի համար, փաստորեն նախանցյալ Օսկարը հաղթեց էլի հիասքանչ երաժշտությունով ու ընդհանրապես հա գիտենք որ շվեդերը մասնավորապես երաժշտության մաստերներ են, բայց հետաքրքիր է հա որ այդտեղից տենց ես կարամ վկայակոչեմ Arrival-ի երաժշտությունը, որ իմ շատ սիրածներից է, ինչքան ես հիշում եմ ինքը Օսկարի նոմինանտ չեղավ, որտեղ ինչ որ դիսկվալիֆիկացիայի հարց կար ինչ-որ հետ կապված, բայց Յոհան Յոհանսոնը նույնպես ես որ ես հիշում եմ ֆիլմը նայել էի 18 թիվն էր, 18 թե 16, այդ երկուսից մեկն է, դուրս է եկել ու ավտոյի մեջ արդեն նստած հեռախոսով այդ երաժշտությունն է իման գալիս, շատ հրաշալի երաժշտություններ, մի խոսքով ապրեն Դա Arrival-ը вообще հիասքանչ ֆիլմ է, իսկ մի օր իրան էլ կքննարկենք, ինչ որ հավեսս տվեց նորից նայեմ։ Հա, խորհուրդ ենք տալիս Arrival-ը։ Pribытие հայերեն ժամանում։ Երևի ժամանում, հա։ Բայց վերադառնանք մեր Ջոկերին, մի քիչ էլ տեխնիկական ինչ որ բաներից ուզում եմ անդրադառնանք, շատ զուգահեռներ կան Սկորսեզեի ֆիլմերից, հա, ինձ թվում է ինտերվյուների ժամանակել է Տոդ Ֆիլիպսը շատ նշել դրա մասին, հետաքրքիր է, հա, այսինքն ինքը 19 թվականին նկարում է հին սեթինգում, 70-80-ականների սեթինգում,
70-80-ականների ոճի ֆիլմ Այո։ ու հետաքրքիր քո կարծիքը կամ ինչ զուգահեռներ կարաս։ Այստեղ չմոռանանք, որ ֆիլմում նկարահանվել է նաև Ռոբերտ Դե Նիրոն։ Ասենք Սկորսեզե, ասենք Դե Նիրո։ Ու հիշելով իր Մյուրեյ, չէ։ Մյուրեյ Ֆրանկլին, հեսա ունեմ միտը մոտս գրած։ Ու ինքը սենց ֆիլմի ոնց որ Ջոկերի հիմնական շարժիչ ուժն է, որովհետև ինքը հենց ուզում է նրա մոտ հայտնվել, չէ, այդ ամբողջ բանը։ Ինչ էի ուզում ասեի, Դե Նիրոն նկարահանվել է սրա նման շատ այլ ֆիլմ Սկորսեզեի Taxi Driver-ը, տաքսու վարորդը, տաքսիստը, որտեղ նույնպես պերսոնաժը ունի հասարակության, այդ սոցիումի վերաբերյալ իր ասենց ոնց ասեմ ատելությունը ինքը դուրս է մնացել, այնտեղ շատ տարօրինակ բաներ, այնտեղ էլ կա շատ տարօրինակ բաներ ու արդյունքում ինքը նույնպես խելագարվում է կարելի ասել, այստեղ շատ այդ ամեն ինչը սենց բան է կրում, շատ սենց գլոբալ մասշտաբներ է կրում, ինչ որ տեղի է ունենում արդյունքում, այստեղ այնտեղ այդքան էլ գլոբալ չի լինում է զուտ ինչ որ աղջկա հետ կապված ինչ որ իրավիճակ, որտեղ կստացի Ջոդի Ֆոստերն է խաղում շատ երիտասարդ, շատ նման են այս երկու կերպարները, որոնք որոշում են իրենց ձևով ինչ որ գործողություն իրականացնել, ոչ թե նրանից որ ի սկզբանե նրանք մտածել էին դրա մասին, այլ կյանքը ու այս սոցիումը, այս մարդկանց տեսակները ու ինչա տեղի ունենում աշխարհում, մենք ոնց է, մենք կյանքում տեսնում ենք, չէ, ինչքան անարդարություններ ա լինում եւ այլն, թվում է թե մենք թողնում անցնում ենք առաջ դե լավ, ասում ենք հիմա կյանքը տենց է։ You talking to me? You talking to me? You talking to me? Բայց կան մարդիկ միգուցե մի քիչ ավելի խորը դեպրեսիայի մեջ են գտնվում ու ավելի շատ է իմպակտը իրանց վրա է դրա առումով խացա տաքսիստը ինքը այդքան վատ վիճակում չի ինչքան Արտուր Ֆլեկը մի քիչ ավելի ուրիշ վատ վիճակում է էլի իրենք արդյունքում որոշում են փոխել այս ամեն ինչը ու շատ վայրի գործողությունների են սկսում դիմել ֆիլմերը շատ նման են իրար կերպարներն են իրար շատ նման բայց ինձ թվում է զուտ դերասանական տեսանկյունից քանի որ Ջոկերը ինքը շատ ավելի նու հենց բանի Խոակին Ֆենիքսի մտածածով շատ ավելի շատ ռեյնջ է տալիս որտեվ ինքը այնտեղ իրոք ինչ որ խելագար է ինչ որ գիժ է ինքը այդտեղ ավելի խաղալու շատ տեղ ունի իսկ այդ ինքը անելիքներ շատ ունի իսկ այնտեղ ուղղակի ինչ որ sense ինտրովերտ անձնավորություն է ով փորձում է ինչ որ արդյունքի հասնել սոցիումի դեմ պայքարում բայց Ջոկերը օրինակ ինձ թվում է տենց պայքար չուներ վсё-таки սոցիումի դեմ, գիտես որ տեսանք ինքը վերջում երևի հասնում է դրան ամենավերջի խազով, բայց մինչև այդ երիտասարդներին որ սպանում է, в принципе պատահականությունը, դե ստացվում է ինքը ուղղակի ընկնում է այդ ամենին վիճակեր, ու հետո էլ ինչա տեղ ունեմ, սաղ ընթացքում ինքը եթե հիշես էմպայից որ ինքը գիտի որ Մյուրեյի մոտ է գնալու, ինքը անընդհատ ռեպետիցիա անում, փորձ անում, իր ինքնասպանության այդ որ գնամ հեսա եթեր ցույց տամ ոնց եմ ինքնասպան լինում ու վերջում իրան հասցնում է այդ Մյուրեյը նրան որ ինքը հանում ու իրան է կրակում Պաստորեն ինքը մտածել է որ ինքն իրան է սպանել հա ինքը սաղ ֆիլմի ընթացքում ուզում է ինքը նո սաղ ֆիլմի չէ էլի այսինքն այդ հատվածի հա երկրորդ ակտն է երևի կամ 2.5-րդ ակտն է որտեղ որ ինքը այդ ու անդադ է ցույց են տալի ոնց է ինքը նստած այդ ձևերը անում թե ոնց է ինքը բանը դերը տանում է տամա ու դաժե գրիմյորկայում Այսինքն դաժե ինքը որ հասել էր ու նստել էր այդ գրիմյորկայում ինքը էլի նույն բանն է պարապում փորձում ու երևի աթոռի վրա նստած ինքը եւս վստահ էր որ դա է անելու ուղակի հանգամանքների ներվերի եւ այլնի բերումով ֆիլմի ավարտը շատ բան է փոխում էլ իրականում այդ վերջին հատվածը այստեղ մի հատ հետաքրքիր բան կա ասում դու որ հատվածի այդպես որ դուրս է գալի փողոց թե ամենավերջը որ այստեղ նայի մի հատ sense հետաքրքիր համեմատական կա թվում է թե անցկացրած ֆիլմի սկզբում որ ամեն ինչ շատ վատ անջեն բաներն են ջարդում բան ու ինքը վատ տուն է գալիս աստիճաններով բարձրանում է տուն այդ տեսարանը այստեղ ուզում են ասել որ տիպը ինքը փորձում է դե բարձրանում է վերև փորձում է դեռ սոցիումի ինչ որ մի հատվածը լինել իր այդ վիճակով sense գնում է եւ այլն իսկ վերջում ինքը իջնում է այդ աստիճանները ապարելով եւ այլն այսինքն ինքը արդեն հասկանում է որ ինքը սոցիումի մաս չի լինելու ու ինքը վсё հեսա գնում է ամեն ինչ վարի տա ու կամ մահանալու է ինչպես ինքը պլանավորել էր կամ էլ լինելու է այն ինչ տեղի ունեցավ հա այդ աշճանների սցենան էլ է շատ տպավորիչ ես հիշում եմ որ այս ֆիլմը նոր էր դուրս եկել են Սարյանի վրա որ աշճաններ են դեպի վերև տան գրողների տունն է թե ինչն է այդ վերևը թե նկարիչների ես դե փորձում եի բան անել այդ կադրը ստանալ հետո լիքը աշճանների վրա փորձել եմ տենց է չի ստացվել հա
Ես մի հատ էլ բան ասեմ, այդ իրական հենց նոր մտքիս եկավ, ընդհանրապես չէի մտածել։ Սենց որ խոսացինք, ես հիշեցի այն Թոմաս Ուեյնի հետ կապված սցենան ու արդեն որպես կոմիքսների սիրահար նույնիսկ լավ Թոմաս Ուեյնին կոմիքսների շատ լավ գիտեմ, բայց այն տպարությունը, որ ստեղծել ասենք, չունեմ Flashpoint Paradox-ից, էլի պատմել ենք սրա մասին, կոմիքսի տեսանկյունից ինձ թվում է Թոմաս Ուեյնը այտենց վատը չէր, ինչպես ինքը ֆիլմում էր ներկայացված, հասկանալի է ֆիլմում ինչի համար այտենց ներկայացված, ինքը все-таки եթե նույն Flashpoint-ը նայենք, դա Flashpoint-ը դաժե ֆիլմն էր, որ Flash-ի դուրս եկել, Flashpoint-ի մասին էր, այդտեղ իրական Թոմաս Ուեյնը պիտի լիներ, ոչ թե Բրյուսը Կիտոնը խաղալ։ Հա, ու շատ բաներ այդ տեսանկյունից կոմիքսից հեռացված են, այսինքն ինձ թվում է օրինակ շատ հաճախ ասում ենք Նոլանի Բեթմենների մասին, հա, որ այդքան կոմիքս, բայց ինքը կոմիքս based է, զգացում լայձիներն են կոմիքսի, ինքն է լատեքսով վազում։ Իսկ այստեղ թվում է թե շատ են все-таки հեռացել source-ից որպես այդպիսին ու արդեն չգիտեմ, հիմա որ sense խոսում եմ, սկսում եմ նեգատիվ էմոցիաներ մեջս արթնանալ, ինչքանով է, հա, իմաստ կա, ասենք կոմիքսի exaggerated կերպարին, փորձես կիսաիրական աշխարհում հենց այդ տեսանկյունից ներկայացնես։ Ես իմ անես բաներ ասեմ, որ դու вообще գժվեմ, լրիվ գժվես, չէ, լրիվ այդ նեգատիվը գա։ Այստեղ արդեն ինձ թվում է մի քիչ ուրիշ պահ, հա, Տոդ Ֆիլիպսը իր պլանը ճիշտն ասած ես այդքան էլ չեմ հասկանում թե ինքը ինչ ա ուզեցել ստացած լինել այս ֆիլմով ամբողջ ֆիլմի պատմությունը ինքը իրականում տեսել է հենց Ջոկերի պերսպեկտիվայով էլի, այսինքն այդ վատ լինելը եւ այլն։ Դուրս է գալիս այստեղ ամեն ինչ վատ է, չէ։ Ամեն ինչ վատ է, ոչ մի լավ բան չկա եւ այլն, այս մարդը միակ լավ բան որ թվում է որ այդ աղջիկը ինչ որ սիրարվեցին, բանը բարձմա սաղիրա գլխի մեջ է։ Զազի բիցը նրա ուղեղում էր փաստորեն եւ այլն, ինչը մենք թվում էր թե չենք հասկանա, բայց փաստորեն տենց է դուրս գալիս։ Ինչ եմ ուզում ասել, Տոդ Ֆիլիպսը այստեղ ինքը մի քիչ խալտուրից արել, ինձ թվում է, որովհետեւ ինքը փորձել է այդ կոմիքսը վերցնել, ովքեր սիրահարները շատ են, ու դա տեղափոխել մի այլ դաշտ ու իրանք հույսը չեն ունեցել որ շատ փող են հավաքելու գիտես չէ իրանք ինչ որ backup պլաններ են ունեցել որ այսենց կփոխհատուցեն չգիտեմ ինչ եւ այլն բայց 55 միլիոնանոց ֆիլմը փաստորեն միլիարդից ավել է հավաքել ինչն է այդ շատ հետաքրքիր է դուրս է գալիս ինչն է հետաքրքիր ինչքան մարդ կար այս ֆիլմի հետևից գնացող ինձ ամենաշատը դա զարմացրեց որովհետեւ երբ որ ես ֆիլմը առաջին անգամ տեսա ու չէ մենք իմացանք որ Վենեցիայում հաղթել է հետո նոր տեսանք երբ որ դու Վենեցիայի հաղթող ֆիլմ ես դու մտածում ես որ ինքը իրականում globally շատ ուժեղ ֆիլմ է համարվում նո ճիշտ է Metascore-ն ու Rotten-ը այդքան էլ լավ չեն իր նկատմամբ ինչի հետ ես համաձայն եմ բայց IMDb score-ն ու այնտեղ բանը շատ բարձր են հա շատ բարձր են տոպերի մեջ է 100-ի մեջ է թե 150-ի մեջ է մտնում այստեղ ինչն էի ուզում ասեի որ զարմանալի է այն որ մարդիկ ոնց գնացին այս ֆիլմի հետևից այսինքն իրականում սոցիումն ու հասարակությունը ատող մարդկանց քանակը շատ է Օրինակ մենք էլ չենք մեծ զանգվածներ եւ այլն, օրինակ ես չեմ սիրում շատ մարդկանց մեջ գտնվել եւ այլն բան, բայց ես չեմ կարծում, որ ես այս ամեն ինչի հետևից այտենց կգնայի, էլի, որ քաոս առաջանա, բոլորը սպանեն իրար, ինչն է հետաքրքիր, երիտասարդությունը մեծամասամբ փաստորեն ընդունեց այս ֆիլմի կանոնները ու գնաց այս ամեն ինչի հետևից ու Մենք հիմա ֆիլմի սյուժեի մեջ ենք խոսում, թե մարդիկ ով կինոթատրոն գնացին։ Դες ինչի գնացին այդքան ու նայեցին։ Ֆիլմի սյուժեի մեջ էլ դուրսել փաստորեն ու բոլորիս կողմից բոլոր ժամանակների շատ սիրված եւ Բրյուս Ուեյնը եւ այլն, այս ֆիլմում դառան լրիվ ինչ որ հակահերոսներ, ինչ որ վատ մարդիկ։ Դե Բրյուս Ուեյնը չէ, դե պրոստը երեխա է մի սցենա, այս Թոմաս Ուեյնը, հա, Ալֆրեդը, հա։ Ալֆրեդը, որ մենք Մայքլ Կեյնով իրան գիտենք ու ասում ենք մի չքնաղ անձնավորություն, փաստորեն այս կերպարները իրանք դառան վիլեյններ ու չգիտեմ Տոդ Ֆիլիպսի երևի մարդկանց վատ բաններ ուզում մշներից հաներ ու ստացավ Օսկարի նոմինացիա ինչն է հետաքրքիր երկու հետաքրքիր ֆակտոր կա այստեղ ինքը կոմիքս նկարած առաջին ֆիլմն է որ best director-ի նոմաստաց է best director-ի նոմաստաց է ու երկրորդ կոմիքս ֆիլմն է որ best picture-ի նոմաստաց է իսկ առաջինը որն էր 18 թվականին 18 Սևամորտների կողմից Black Panther-ը, որը ես նայել եմ Բերլինում IMAX կինոթատրոնում։ Շնորհավորում եմ քեզ։ Անիմաստ ավել գումար ես տվել անիմաստ կինո նայելու։ €16 էր լավ ստեղել ամոթավոր այդքան։ Հա Մի քիչ շատ քննադատեցինք ինձ թվում է Տոդ Ֆիլիպսին ու Ջոկերին։ Դե Ջոկերին։ իսկ քննադատելու է ինչ որ տեսանկյունից, բայց ես օրինակ այդ զուգահեռը նայողի դիտորդի ու վատ հասարակության այդքան էլ չէի տանի, որովհետև ինձ թվում է ամեն դեպքում փողը աշխատում է հայպն ու մարքեթինգը, իսկ դե ոնց որ
իմ կարծիքով hype-ն ու մարքեթինգը բոլոր շերտերը կինոմանների գրավեց ուղղակի, ասենք այդ տարիներին Infinity War, Endgame, то есть կինոկոմիքսները իրանց պիկին են, դուրս է գալիս ինչ-որ DC-ից, ինչ-որ բան, որը այդ անիմաց DC-ի ունչի, որը անհետաքրքիր ֆիլմ է, չնայած Man of Steel-ը նայվում էր, հա, ու action չի, այսինքն ինքը կարողացել է հենց այդ ամեն ինչով ինձ թվում է գրավել։ Բայց դեռ նայի ասում ես hype-ն է, որ բերում է այդ ամեն ինչը եւ այլն, բայց օրինակ նա ես տարվա միգուցե եւ լավագույն ֆիլմը One Battle After Another-ը ինքն էլ թվում է թե շատ hype-ի մեջ է գտնվում է եւ որ ասես համեմատել որ One Battle After Another չլիներ անունը լիներ օրինակ չգիտեմ Զագադաչնիկ կամ չգիտեմ լիներ Thanos այդ դեպքում hype-ը չէ ուզում ասեմ նայ իրանք այդ կամփեյնները անում են միշտ հավաքվում են եւ այդ ամեն ինչը իրական մարվում է Օսկարի համար ոչ թե այնտեղ բայց ես նաեւ մի հատ բան եմ կարդացել որ այստեղ այդ որ ասում են 100 միլիոն կորցնելու են իրականում չեն կորցնելու ուղղակի post production-ի վրա այնքան բան են ծախսի, ասում է, այդ է իրանց կորուստը։ One battle, հա, այդ տեսանկյունից։ Դրա համար ես մտածում էի, որ միգուցե hype-ը չի պատճառը, բայց երևի դու վсё-таки ճիշտ ես այս պարագայում։ Գիտես ոնց, էլի, տես, նմանատիպ կինոները ոնց որ One Battle After Another-ն է, այդ ռուսեն շատ լավ արտահայտություն կա, ասում է շիրակո известен в узких кругах։ Հա։ Էդի այտենց բան է, այսինքն կինոսերները, կինոմանները, ովքեր գոնե մի 3 հատ ինստայի ինչ որ բանի են, էջի են հետևում, մի երկու հատ ինչ որ մեր էջի նման էջի են հետևում, իրանք այդ ֆիլմի մասին անպայման կինոման են, հա։ Իսկ ովքեր չեն հետևում այդ անչին չեն, բայց Ջոկերը շանս չկա որ հասարակ մարդով կողիդ կանգառում կանգնած է չիմանա որ կինոթատրոնում Ջոկերի մասին կինո է դուս եկել։ Դե հա, բայց այստեղ էլ նայի Դիկապրիո այդ ֆակտորն էլ դե գիտես վերջի ֆիլմը Դիկապրիոյի Don't Don't Look Up-ն է դուրս գալիս Դիկապրիոն գենիալն է խաղում բոլոր այն տեղերը որտեղ ինքը խաղում է բայց հա դե Դիկապրիո օքեյ Դիկապրիոն հիմա տրենդային հացիմացի շալամեն ով մյուս տարի Դյունայով հերթական միլիարդներ ավելի էսա վերջի Օսկար կտանի էսա թվում է թե դե նայ ես մի հատ ուրիշ նմանատիպ հաղորդում էի նայում ասում էին որ դե մի օր ստանալու է շալամենը միևնույնն է ինքը բայց Դիկապրիոյի մասն էլ են տենց ասում 30 տարի չէր ստանգել դե նա ինքը հիմիկվանից այդ ամեն ինչի մեջ է գտնվում արդեն ինքը համար արդեն ամեն տարին ոմա մեկը մի օր ստանալու է ու թող հիմիկվանից ստանա այդ իր մարտի սուպրեմի համար բրծնենք էլի լավ ինձ թվում է մանրից կարելի է լավ ֆիլմ էր ամեն դեպքում ես մի հատ վերջին իմ բան ասեմ ու փորձենք եզրակացության գալ այս միտքը քեզ եմ հայտնել ես շատ դե նայել եմ 19 թվականի կինոթատրոն բնականաբար, հետո չեմ նայել, ոչ այդ ֆիլմի մասին մտածեմ ու շատ սկեպտիկորեն էի մոտեցել։ Ես վստահ եմ, ու ես այնց ջղային էի մոտեցել, չգիտեմ ինչի։ Ջղային մոտեցել է այդ ֆիլմին ու սկեպտիկորեն, որ հաստատ դուրս չի գալու, շանս չկա, որովհետև ամեն դեպքում ես համարում եմ, որ ինձ այն ժամանակ այդ հայպի ֆոնի վրա դուր եկավ, բայց արի ուտես, որ նայեցի ու վсё-таки ինքը ինձ թվում է կինոաշխարհում իր տեղը ամեն դեպքում այս ֆիլմը ունի։ Միանշանակ ունի, ինչի մասին է խոսքը։ Մենք այստեղ կարող ենք ես օրինակ կամ կարող ենք չհավանել կամ այնքան չհավանել, ինչքան ուրիշ ֆիլմեր հա եւ այլն, բայց միևնույնն է ինքը պատմության մեջ մնալու է ու ինչն է հետաքրքիր, ամեն դեպքում Տոդ Ֆիլիպսը ֆիլմում այդ վերջի հատվածը դրել է անենց, որ Խիթ Լեջերին էլ ռեֆերենս լինի, այն որ Մյուրեին խփելուց հետո գնում կամերան է վերցնում ու կամերայի հետ խոսում է, ոնց որ այնտեղ Խիթ Լեջերն է անում։ Good night. And always remember, that's... Խիթ Լեջերը սիրան իստորիա ռիցերից է դեր շատ սիրում, հա։ Հա, հեչ։ Դե ինչ մեր գնահատականը իմ մոտ ինքը վերևի մասցին է։ Վերևի մասցի, համաձայն եմ։ Վերևի մասցի։ Իսկ երկանկյունին այսօր ընդամենը այսքանն էր։